նույնիսկ պետականության գոյության պայմաններում իրենց շատ ավելի բարձր են դասել, քան ասենք թագավորներին, այսինքն եկեղեցին ոչ թե ինքն իրեն չափից դուրս կարևորել է, երբ որ մենք պետություն չենք ունեցել եւ իր խոսքով պետական գործառույթները վերցրել է իր վրա, այլ մինչեւ իսկ երբ որ մենք պետություն ունեինք, եկեղեցին նորից իրեն միշտ ավելի բարձր է դասել։ Օրինակ, Անիի մայր տաճարը ունի շինարարական արձանագրություն, այդ արձանագրության մեջ սովորաբար արձանագրություններում ինչպես է լինում, նշված է լինում, թե ում թագավորության օրոք, ում հայրապետության օրոք, սովորաբար ասենք, բայց տեսեք, Բագրատունյաց թագավորություն եւ Գագիկ առաջին թագավոր, որը արքայից արքայի տիտղոս ուներ, շահանշահի, այսինքն, եւ ինքը թագավոր էր հայոց եւ վրաց, բայց Անիի մայր տաճարի հենց շինարարական արձանագրության մեջ նախ հիշատակված է Սարգիս կաթողիկոսի անունը եւ ապա միայն, այսինքն ստորադասված արքայից արքա Գագիկ թագավորի անունը։ Այսինքն նշում է, թե եկեղեցին ում օրոք կառուցվեց, թագավորը ստորադասված է հիշվում։ Էլ չեմ խոսում արդեն այն ժամանակների համար, երբ որ մենք կորցրել էինք մեր պետականությունը եւ այն ժամանակ արդեն մեր հոգևոր կառույցի պետերը, մեր կաթողիկոսները, ինչպես էին ծառայում օտար եւ մութ ուժերին։ Օրինակ, Կիրակոս կաթողիկոսը 15-րդ դարում պատմում է այն մասին, սա Թովմա Մեծոփեցու աշխատությունից է, պատմությունից է, թե ինչպես մեր կաթողիկոսները իր խոսքերով եմ ուզում ասեմ, հենց պատմիչի խոսքերով, սեփական հոտի անհակ կեղեքումները, որոնց պատճառով շատերը մահմեդականություն ընդունեցին, ուր էր հասցրել սեփական հոտի կեղեքումները, ոչ թե թշնամու մահմեդական տիրակալների պարտադրանքով, մահվան սպառնալիքով, այլ մեր կաթողիկոսների անհակ կեղեքումների արդյունքում հոտի որոշ զանգվածներ փրկվելու համար, ազատվելու համար այդ անիրավ կեղեքումներից ընդունում էին մահմեդականություն, կամավոր մահմեդականություն ըստ էության։ Մենք սովորենք բռնի մահմեդականը, պատմությունները, առհասարակ մեզ վկայությունները հիմնականում որ թողել են, դրանք ավելի, բայց օրինակ 15-րդ դարում այդպիսի վիճակ էր։